Բարև ձեզ, իմ զրուցակիցը մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանն է։ Բարև ձեզ, պարոն Թադևոսյան։ Բարև ձեզ։ Այսօր նորագույն պատմության մասին ենք խոսելու, ինչ լավ ու վատ բաներ ենք բերել Սովետական Միությունից նորանկախ Հայաստան։ Կան եւ լավ եւ շատ վատ բաներ, որոնք որ մենք որպես հետ սովետական հասարակություն ժառանգել ենք։ Ամենավատ բաներից մեկը միգուցե դա հենց այդ հետ սովետական լինելն է։ Ինչ է հետ սովետականությունը, էլի, այս առումով դա կարևոր բաներից մեկը այն է, որ մենք մեզ զգում ենք նախկին սովետական նաև։ Այս զգացողությունը նախկին սովետական ձևավորում է պատկանելության զգացողություն։ Պատկանելության զգացողությունը իր մեջ ունի մեծ եղբորից կախվածության մտայնությունը, որը որ միգուցե երիտասարդ եւ միջին սերնդի ցածր տարիքի մոտ թույլ է արտահայտված, բայց միջին եւ միջինից բարձր սերնդի մոտ շատ ուժեղ է արտահայտված այդ պատկանելության, այսինքն ինչ որ մի մեծ բանի պատկան, մեծ հայրենիքի ավելի կարող է այսօրվա երիտասարդ սերունդը չգիտի, բայց ավագ սերունդը եւ միջին սերունդը իր մոտ կա այդպես մի բան, որ իր հայրենիքը առաջին հերթին սովետական միությունն է եւ հետո նոր Հայաստանը եւ երբ որ ասենք այդ սերունդը խոսում էր հայրենիքի մասին, ինքը պատկերացնում է այդ հայրենիքի սահմանը ոչ թե ասենք այսօրվա մեր Հայաստանի սահմանները, այլ եւ ոչ էլ սովետական Հայաստանի, այլ պատկերացնում է ինչ որ մի անցայրածիր տարածք, ասենք օրինակ ես իմ կյանքի օրինակը բերեմ, ծառայել եմ սովետական միության բանակում, իմ ծառայության վայրը գտնվում էր Հայաստանից, եթե ինքնաթիռով գային 12 ժամից ավել էր թռիչքը տևելու, եթե առանց կանգառի ուղիղ թռիչք լիներ, իսկ ես գնացքով տուն վերադարձել եմ 14 օրում։ Այսինքն ես ծառայել եմ հեռավոր արևելքում, այդ Ուссուրիցկի, Վլադիվոստոկի մասերում, այնտեղից գնացքով, այսինքն մեծ հայրենիքի զգացողությունը, պատկանելությունը քո ինքնության մեջ առաջացնում է զգալի խզումներ։ Եվ այսօր մենք որպես հասարակություն նաև ունենք այդ խզումները եւ մենք դա տեսնում ենք նաև այսօրվա մեր արժեքների, մտածողության, քաղաքական մշակույթի, քաղաքական մտածողության նաև ոլորտներում, նաև գիտեք ինչ, այդ վատ բաներից սկսեմ, որ հետո մի քիչ ավելի լավից խոսենք, այս վատի ծանրությունը մոռանանք, էլի։ Նաև ամենավատ բաներից միգուցե դա սովետական այդ մարդու տեսակի պատկան լինելն է, որովհետև դա հատուկ մարդու տեսակ էին ձևավորել սովետական միությունում, ես ուսումնասիրել եմ անկեղծ ասած եւ 20-ական թվականների process-ները, աշխատել եմ այդ թվականների արխիվի հետ կապված, թե ինչպես է խորհրդային միության հենց առաջին օրերից դրեց այդ նոր մարդու կերտման խնդիրը, դա եղել է հատուկ քաղաքականություն եւ դա պարզապես խոսակցություն չէ, էլի հասկանեք, իրենք հատուկ մարդկանց փոխելու խնդիր են դրել եւ այդ նոր մարդու ձևավորման process-ում այդ ռեժիմը նաեւ չի խորշել ոչնչացնի այն մարդկանց ֆիզիկապես ովքեր որ իրենց կարծիքով այդ նոր մարդը չէին դառնալու։ Այլախոհ էին։ Ոչ միայն այլախոհ, ասենք հենց 20-ական թվականների սկզբից, երբ որ Երևանի պետական համալսարանի արխիվներն էի ես նայում, մեր պետական արխիվում այդ ֆոնդերի նյութերն էին նայում, նախկած զտիչ հանձնաժողով համալսարանում, որը զտում էր, այսինքն պատկերացրեք, դա շատ ֆաշիստական անվանում է, մաքրում էր, այսինքն, էլի համալսարանի ուսանողներին եւ ինչ սկզբունքով էր մաքրում կար անհարազատության սկզբունք հենց այդ թղթերում գրված ասենք օրինակ էս ինչ ուսանողը անհարազատ լինելու համար սոցիալապես անհարազատ լինելու համար հեռացվում է համալսարանից 23 թվական նոր սովետական միությունը ձևավորվել է նոր Հայաստանը ինչ որ պետություն է դառնում այդ պետության կազմի մի մասն է ինչի են այս մարդուն հեռացնում որովհետեւ ինքը ոչ թե ծագումով սոցիալական ծագումով բանվոր է կամ աղքատ գյուղացի, որովհետև բավական չէ որ դու գյուղացի լինեիր, դու պետք է աղքատ գյուղացի լինեիր, հա? Եվ դրա համար մարդը պետք է փաստաթուղթ ներկայացներ։ Եթե այդ չէր լինում, իրեն զրկում էին սովորելու իրավունքից, իրեն զրկում էին ամեն ինչից, հա? Կային նաև ձայնազուրկներ, դա հատուկ էլի պաշտոնապես պետականորեն ֆիքսված մարդկանց խումբ էր, հա? Այդ ձայնազուրկները, ասենք օրինակ ով որ
փոքրիկ մի վաճառակետ ուներ կրպակ, ինքը արդեն իսկ համարվում էր թշնամի տար եւ ձայնազուրկ։ Ես մի քիչ մանրամասնում ինչի համար, որովհետեւ մենք հասկանանք, որ այն մարդը, որը որ վերջնականապես, որը սովետական միությունում ենթադրում էին, որ արդեն 30-ականներին ձևավորվեց, ինչպես է ձևավորվել այդ մեր հայկական սոցիալիստական շրջանի հասարակությունը։ Մենք կորցրել ենք շատ մարդկանց, իսկ ում էին իրենք զտում, հա, ումից էին մաքրում հասարակությունը, մաքրում էին մարդկանցից, ովքեր որ մտածելու ունակությունը, իրանց կարողությունը չէին ժխտում, հա, չէին հրաժարվում։ Ուղղակի ասեմ արդյունքը ինչ եղավ, հա, արդեն մենք 1930-ականներին այդ ստալինիզմը նախապատրաստվեց հենց այդ process-ով, հա, ունեինք հասարակություն, որտեղ որ մարդիկ գերադասում էին ոչ թե իրենք մտածել, այլ վերարտադրում էին վերևից եկած մտածողության ստանդարտները, հա, իրենց ինչ տրված Բայց է։ ամեն դեպքում սովետական միությունից եկած սերունդը 88-ի շարժում արեց։ Այո, իրականում պետքա մենք 88-ի շարժումը չսակրալիզացնենք, չսրբազանացնենք, ինքը նույնպես ուներ եւ դրական շատ բաներ եւ շատ բացասական բաներ։ Բայց ինչի եղավ 88-ի շարժումը, որովհետեւ արդեն 60-ական թվականներին, 50-ականներին Ստալինի մահվանից հետո մի փոքր փոփոխվեց մեր հասարակությունը, այդ երևի լսել եք Խրուշչովյան ձնհալ կոչված այդ երևույթը, որը համեմատականորեն մարդկանց տվեց մի քիչ ազատություն, հա, եւ այդ փոքրիկ ազատությունները, որ այդ ժամանակ մարդկանց տվեցին, բարձում է, որ այդ հասարակությունը հիմքերը սկսեց քանդել, որովհետև այն հասարակությունը, որը որ 20-30-ականներին ձևավորվել էր, իրեն ազատություն տալը վտանգավոր էր։ Այսինքն ամեն դեպքում սովետական այդ ռեժիմը, տոտալիտար համակարգը մարդու բնույթի դեմ էր որպես այդպեսին, որովհետև մարդու բնույթը մտածելու տրամադրված բնույթ է, հա, մարդը, որովհետև բնությունից հենց տարանջատվել է, առանձնացել է, հենց դրա շնորհիվ, որ ինքը մտածելու ունակություն ունի։ Դու չես կարող ստեղծել այնպիսի սոցիալական, քաղաքական համակարգ, որտեղ այդ մտածելու ունակությունը ժխտես։ Լավ մշակութային գործեր են ստեղծվել սովետական միության տարիներին եւ ամեն դեպքում շատ մտածող եւ խելացի մարդիկ են եղել եւ չենք կարող պնդել, որ հիմա օրինակ մտածող եւ խելացի մարդիկ ավելի շատ են, քան եղել են սովետական միության տարիներին։ Հիմա մենք խոսում ենք վատ բաների մասին, չէ՞, գանք շուտով լավ բաների մասին, այսինքն որպեսզի չստացվի այնպես, որ այդ երկիրը մենակ սև գույներով մենք նկարագրենք եւ մեր անցյալը, այո, սովետական միությունը ունեցել է, եղել է որպես գաղափար պետության, սոցիալիզմը նաև որպես գաղափարախոսություն, ինքը մոդեռնիստական գաղափարախոսություն, այսինքն իրականում այն մարդիկ, ովքեր որ այդ պետությունը եւ այդ հասարակությունը ձևավորում են եւ նաև հայ կոմունիստները, հա, այդ կուսակցության անդամները, իրենք այնպես չէ որ չար նպատակով են ձևավորել, իրենք շատ իդեալիստ մարդիկ են եւ պատկերացնում որ այո, ձևավորել են մի հատ իդեալական հասարակություն, բայց խնդրեմը գիտեք երբ առաջացավ, երբ որ այդ իդեալական հասարակությունը ձևավորելու համար համակարգը քաղաքական ռեժիմը 20-ականներին արդեն կեսերից սկսած եկավ այն եզրակացության, որ կարելի է մարդկային զոհաբերությունների գնալ եւ սպանել այն մարդկանց, ովքեր որ չեն համապատասխանելու այդ հասարակության, այսինքն ազատվել մարդկանցից, մարդուն արժեքը, այսինքն գիտեք ինչ, իրանք արժևորում էին մարդուն, բայց միևնույն ժամանակ պատրաստ էին սպանել այնքան մարդ, ինչքան որ պետք է հետագայում այդ իրանց արժևորած մարդկանց երջանիկ կյանքը ստանալու համար, դրա համար էլ երջանիկ հասարակությունը այդպես էլ չստեղծվեց։ Բայց քանի որ այդ հասարակությունը ինքը արդիականության ձգտող հասարակություն էր, այսինքն տեսեք առաջին իսկ քայլերը որոնք էին, որ նայում եք շատ պրոգրեսիվ քայլեր կային եւ պրոգրեսը սովետական այդ ռեժիմի կարևոր գաղափարներից մեկն էր։ Ասենք օրինակ իրենք համընդհանուր կրթության քաղաքականություն սկսեցին վարել, կանանց տղամարդկանց հավասարության, այդ կնոջը ընտանիքից դուրս բերելու եւ որ նայում եք էլի այդ արխիվային թղթերը, նաեւ այդ մեր խիստ ավանդական շրջանի հասարակության համար մեկ-մեկ լացելու աստիճան ծիծաղելի դեպքեր են հանդիպում, հա, ասենք որ տեսնում եք այդ թերթերի լոզունգները գյուղերում ինչ կոչեր են անում մարդկանց ու դու հասկանում ես որ այն ժամանակվա ծանր պատրիարխալ էլի այսօրվա մեր հայկական պատրիարխալիզմը չի, այսօր էլ մենք պատրիարխալ շերտեր ունենք, չէ՞ մեր հասարակություն, բայց այն ժամանակվա պատրիարխալիզմը դա այն էր, որ ասենք կինը տնից ընդհանրապես պետքա դուրս չգա։ Մեկ էլ գալիս են, sense բացում են այդ
բանը էլի այդ օջախի մտածողությունը դառնում է քանդում են այդ քանդելը իրականում իր ահագին դրական բաներ ունեցավ, որովհետև մենք տեսնում ենք, որ արդեն այդ շրջանում նաև կրթությունը համատարած գլխավոր խնդրը գիտեք որն է, եթե սովետական միությունը չլիներ խիստ գաղափարախոսականացված արդիականացող հասարակություն, ապա մենք շատ ավելի երևի այսպես դառը շրջան նախ ինքը չունենար բռնությունների, ռեպրեսիաների, երկրորդը մենք այդ ձև մտածող մարդիկ չունենայինք որպես ժառանգություն։ Իր հիմնական առանձնահատկությունը արդիական մյուս հոսանքներից, որ աշխարհում տեղի ունեն, այն է, որ իրենք մարդուն տալիս էին մտածելու, ստեղծագործելու ազատություն տրվածի սահմաններում, այսինքն կար մի հատ տրված ճշմարտություն, դա կոմունիստական կուսակցության գլխավոր գաղափարն էր, կոմունիզմի գաղափարը, ու դրանից դուրս մարդիկ չպետք է մտածեին, այսինքն դրանից դուրս ով որ մտածում էր, համարվում էր ձեր նշած այդ այլախոհը, դասակարգային թշնամին, ընդհանրապես սովետական ժողովրդի թշնամին տարբեր ժամանակաշրջանում տարբեր ձևերով են այդ մարդկանց Իսկ ինչ լավ բան վերեցինք, պարոն Թադևոսյան։ Դե լավ բաները են էլ, որ մարդիկ կրթվեցին համատարած, չնայած ես ասենք միշտ պնդել եմ, որ եթե սովետական ռեժիմը չլիներ, այդ սոցիալիզմը չհաստատվեր, միևնույն է Հայաստանը արդիականանալու էր։ Կարծում եմ, որ մենք որպես հասարակություն մեկ այդ արդիականացումը անցնելու էինք։ Իսկ Ռաբիսը երբ մտավ մեր միջավայր։ Ռաբիսը հենց եկավ այդ 60-ական թվականներին արմատավորվեց, չնայած 20-30-ականներին այդ ռաբոչե իսկուսստվը բանը արդեն կար, հետո ստեղծվեց այդ կենտրոնը, որը կոչվում էր ռաբոտնիկի իսկուսստվ, թե ոնց է դրանց աշխարհագրասենյակ կար։ Ինչու դա այդքան սուր բնույթ ստացավ։ Ռաբիսը։ Այո։ Ռաբիսը դրսևորեց ոչ միայն որպես երաժշտական ֆենոմեն, ինքը դրսևորեց նաև որպես ոճականություն։ Սովետական միությունում պահպանողական ոճականություն էր, պահպանողականություն էր։ Միգուցե եւ դա դիմադրություն էր սովետական արդիականացմանը, մի քիչ ապազգայնացմանը, որովհետեւ սովետական միությունը վերջին հաշվով ձգտում էր ստեղծել սովետական ժողովուրդ, որտեղ որ այլևս չէին լինելու այդ ազգային տարբերությունները, ասենք վերջնանպատակը դա էր համարվում։ Այսինքն եթե սովետական միությունը չքանդվեր, մի 50 տարի էլ գոյություն ունենար, միգուցե որ ասենք մենք ավելի քիչ մեզ հայ զգայինք, քան որ զգում էինք, որովհետև վերջնանպատակը այդ սովետական մեծ ժողովուրդ ստեղծելն է։ Անկախացանք, ինչու Ռաբիսը ավելի սուր բնույթ ստացավ։ Որովհետև Ռաբիսը բնորոշ է հենց որոշակի սոցիալական շերտերի ճաշակին։ Ռաբիսի ձևավորումը զուգահեռ եկավ գողականության ձևավորմանը։ Գաղութային ենթամշակույթը ոնց մտավ։ Գաղութային ենթամշակույթը 50-ականներին ստալինիզմի կործանումից հետո ներթափանցեց Հայաստան, երբ որտեղ եղավ 54 թվականին կամ 53-ի վերջերին, թե 54-ին էր ամնիստիա հայտարարվեց համաներում, մոտ միլիոնից ավել մարդ ազատվեց։ Եկան քաղաքացիական կյանք իրանց հետ բերելով այդ գաղութային կյանքի հասկացությունները, հարաբերության ձևերը եւ քանի որ պատերազմից հետո էր եւ պատերազմի ժամանակ քանի որ երիտասարդ եւ ազդեցիկ հասարակական միջավայրերում տղամարդկանց մեծ մասը զոհվել էր պատերազմում, քչացել էին քանակապես։ Բանտերից ազատազատման վայրերից եկածները իրենք սկսեցին աստիճանաբար ավելի մեծ ազդեցություն թողնել։ Իրենց մեջ կային այդ այն ժամանակվա արտահայտությամբ այդ գող տղաները, հետո տրանսֆորմացվեց, այդ օրենքով գող հասկացություն բան մտավ, բայց կային այդ գող տղաներ հասկացությունը, որոնք որ ազատազատման վայրում ունեին իրենց արժեքները, հասկացությունները, դրանցով էին ապրում, դա կարգավորում էր մարդկանց հարություն։ Եվ որ իրանք եկան մտան հասարակական կյանք, այդ ժամանակ զուգահեռ սկսեց ի հայտ գալ այդ ռաբիս կոչված մշակույթը, այդ ոճականությունը, որը վերաբերում է հագուստի ձևին, կա կարծիք, որ ռաբիզը այդ ոճականությունը ինքը ժառանգվեց ստիլյագներից, որոնք որ 50-ականներին այդ արևմտյան ոճականությունը բերեցին մեր հասարակություն, բայց հետո ռաբիզները իրենք դա շատ ավելի միաձևացրեցին, մի ձև սարքեցին, որտեղ այնտեղ
կոնկրետ գույներ էին, ասենք, գունային սպեկտր պիտի չլիներ իրանց այդ, բայց իրենք էլ էլի տենց իրանց մոտ կար շատ կարևոր մի հասկացություն ակուրատնի տեսք ունենալը այսինքն ռաբիզ գողականոտ այդ տղաները թաղի պետք է իրանք ակուրատնի լինեին նաև թափթփված պիտի չլինեին հա իրենք ունեին նաև իրանց սիրած արդեն իրանց սկսեցին իրանց համար սիրած երգերը այդ իհայտ գալ այդ երգերը սկզբում ընդհատակային, կիսակլկլոցային, խառախուրը մի բան, ես երաժշտագետ չեմ, բայց լսելով երաժշտության ոլորտի մասնագետներին, նաև իրենք պնդում են, որ այդ երաժշտությունը դուրս է շատ դեպքերում երաժշտության օրենքներից, բայց այստեղ խոսքը երաժշտության մասին չէ, այլ խոսքը մտածողության մասին։ Դա նաև խոսք է, դա նաև պահվածք է եւ բավական երկար ժամանակ բակերում այդ բարքերը արմատացած են եղել եւ շատ տարբեր պատմություններ կան։ Ռաբիզի կարևոր հատկանիշներից մեկը որն է ոճականությունը կրող այդ մտածողության ինքը կառուցված է տարբերությունը իրենից տարբերվողը մերժելու վրա եւ ագրեսիվ պահվածք ունի տարբերի հանդեպ դրա համար մենք ասենք տեսնում էինք որ այդ ռաբիզ տղաները օրինակ 60-ականների վերջերին երբ որ Հայաստան սկսեց մտնել նաև ռոք երաժշտությունը ու նոր ոճականությամբ տղաների այդ եկան երկար մազեր էին պահում գույնզգույն վերնաշապիկներ էին հագնում հենց ռաբիզներն էին որ իրենք սկսեցին այդ տարբերվողներին, ասենք ռոք լսող, դրանց ընդհանուր անվանում դրվեց հիպիներ էին անվանում, չնայած դրանց մեծ մասը հիպիզմից գաղափարել չուներ, այդ գաղափարախոսությունից։ Զուտ ոճականությամբ իրենց կումիրներին, այդ ռոք երաժիշտների ձևերն էին ընդունում։ Իրենք փողոցներում դանակահարում էին այդ տղաներին, իրենց շորերն էին պատռում, ծեծում էին, ընդհանուր մինչև դանակահարություն, ու այնպես էին ծեծում, ասենք, ես այդ շրջանի վերաբերյալ հետազոտություններ եմ անցկացրել եւ անհատական խորացված հարցազրույցներն եմ այդ սերնդի ներկայացուցիչների հետ, ովքեր պատմում են, թե ինչպես, ասենք, ձայնապնակը, այդ ձայնասկավառակը, վինիլ դիսկ կոչվածը, երբ որ ինքը ստացել էր ինչ-որ ձևերով մի կերպ ձեռք էր բերել, գնում էր իր անկերոջ տուն կինո հայրենիքի այդ մոտակայքը, առաջին մաս կոչված այդ տարածքը, այդ Կոմիտասի այգին որ կա, Պանթեոնի մոտակայքում այդ թաղի տղաները ոնց են իրեն համարյա սպանելու աստիճան ծեծել փողոցում, ինչա ինքը ուրիշ մազեր ունի, մի քիչ երկար է եղել մազերը, այսպես մի քիչ երկար բակեր է թողել, թե մոդուկա ունեցել ու այդ դիսկն են տեսել, հա, այդ սկավառակը, այսինքն ռաբիզը ինքը այդ ագրեսիվ ենթամշակույթն է, որը որ բացի իրենից ուրիշ ոչինչ չի հանդուրժում։ Եվ այսօր էլ ձեր նշած դեպքերը, չէ, ասենք որ բակերում ավելի շատ տարբերությունը, այդ թվում նաև կանացիությունը, որպես տարբերություն նվաստացման այդ հատուկ մշակույթ ունեն, հատուկ վարվեցողություն ունեն, որը որ այդ ագրեսիայի արտահայտման ձևերից մեկն է։ Ու պատահական չի, որ ինքը նաև կապված է իրեն կապում է պահպանողականության ու ավանդականության եւ շատ հետաքրքիր է որ ռաբիզը նաեւ ստացել է այսպեսի բան մենաշնոր որ իբր ինքնահայկական է օրինակ այն ժամանակներում երբ որ ասում էին հայկական երաժշտություն այսօր էլ կարծեմ այդպես է ոչ թե հասկանում էին օրինակ ակունքի կամ մեկ այլ ազգային ավելի ժողովրդական չէ գյուղական երաժշտության, գեղշկական երաժշտության կրողական չէին հասկանում Հայրիկ Մուրադյանին, այլ հասկանում էին հենց ռաբիզը, որ ասում են մի հատ հայկական երաժշտություն դեք կարգին պարենք, մարդիկ հենց կոնկրետ ռաբիզը էին ընդունում հայկականի տակ, ու ինքը տեսեք ինչի է այս հայկական կոչվում, նշածս ֆենոմենի արտահայտությունն է, ինքն հակում ուներ մոնոպոլիզացնելու նաև ազգայինը Այսինքն ցանկացած բան ինչ որ դուրս է իրենց ոճականությունից, իրենց երաժշտական ձևից, իրենց երաժշտական ճաշակից համարում էին ապազգային։ Եվ այսօր այդ ազգայնականությունը այսօրվա մեր մի ուղղություն կա ազգայնականության նույնպես ռաբիզ է։ Որովհետև ինքը նույնպես մերժում է ռաբիզի պես, հայկականը համարում է մենակ իրենը, այն ինչը որ ինքն է։ Ու էլ նայում եք այդ ռաբիզի հատկանիշներն են, ագրեսիվ են իրանցից տարբերվողների հանդեպ, իրանցից տարբեր իրենք չեն համարում հայկական, օրինակ չգիտեմ, մարդը կարող է ջազ կամ ռոք նվագում, հա, երկար մազեր ապահում, հայ տղա է, հայերեն է խոսում, հայերեն բառերով է նվագում, հայկական մոտիվներ է օգտագործում իր երաժշտության մեջ, բայց միևնույնն է ինքը այդ մարդկանց համարում է
ոչ բավականաչափ ազգային, շատ դրանց մեջի ծայրահեղականներն էլ համարում են դրանց իբր թե բան էլի ազգային ապականող եւ այլ եւ այլ։ Այդ երևույթները աստիճանաբար իհարկե փոխվում են եւ փոփոխությունները 90-ականների հետ դժվար է այսօր համեմատել։ Բայց միևնույնն է, նույնիսկ այսօր մենք հանդիպում ենք այդպիսի դեպքերի, որ բակային կռվի պատճառով լուրջ վնասում են իրար եւ այդ հասկացությունը կներեք արտահայտության համար գործ չտալու։ Նույնիսկ միջև այսօր մարդը հանցանք է գործել, նախընտրում են այդ հանցանքի մասին չհայտնել, այսինքն մարդը շարունակի մնալ ազատության մեջ եւ այլ մարդկանց վնասել, միայն թե չհամարվի, որ իրենք նորից կներեք արտահայտության համար գործ տվող են։ Այո, դա հենց նշածած 50-ական թվականներին մեր հասարակական կյանք կրիմինալ արժեքների մուտք գործելն էր, որովհետև գործ չտալու վարքագիծը, որտեղից մեր մեջ արմատավորեց, դա կար նաև ավանդական շրջանի մեջ մշակույթում, այսինքն որ ազգականի հետ ավելի սոցիալական նորմերի հիման վրա, այսինքն խոսալով, պայմանավորվելով հարցերը լուծի, բայց ամբողջ խնդիրն նրան է, որ ավանդական հասարակությունում ես այդ շրջանի մեր համայնքների կյանքը շատ լավ ծանոթ եմ եւ կա շատ լավ ուսումնասիրություններ, ցանկացողները կարող են կարդալ, կրիմինալ երևույթները, այդտեղ նաեւ գողությունը համարվել է ամենամեծ մեղքը եւ գողություն անողներին վտարել են համայնքներից եւ նրանք վերջում ոչ մի համայնքում, ոչ մի գյուղում, ոչ մի թաղամասում դրանց համարյա չէին ընդունում եւ դրանց որոշ մասը պարզապես, այսպես ասած, սարերում թափառելով մահացել են։ Այսինքն վատ կողմերը բերել ենք, լավ կողմերը չենք բերել։ Որ ասում են շատ դեպքերում այն ինչ որ այսօր կա մեր թաղային, դա մեր ավանդականի արտացոլումն է, դա ավանդականից ավելի քիչ բան ունի։ Ես ինչ եմ նշում, չէ՞, այդ գործ տալու խնդիրը։ Գործ տալը հենց կոնկրետ կրիմինալ աշխարհից, ազատազրկման վայրերից, այդ գաղութներից կյանք ներմուծված երևույթ է։ Շատ հետաքրքիր ձևով այդ կրիմինալ էլեմենտը ինքը իր ենթամշակույթը ներդաշնակեց ավանդականի հետ եւ ավանդականը դուրս մղեց թաղամասերից շատ դեպքերում ինքը դառնալով հայկական։ Շատ հետաքրքիր է, որ այդ նույն բանը վրացիների մոտ տեղի ունեցավ։ Եվ օրինակ ասենք մենք մի հատ падգամավոր ունենք, հիմա անունը լավ չեմ հիշում, իրավաբան էր նույնիսկ այդ մարդը, եւ մի անգամ ինքը այդ գործ տալու թեմայով մի օրենքի նախագիծ էր քննարկում, թե ինչ այդ մարդը ասաց գողականը հենց ասաց մեր ազգայինն է։ Նույն բանը ասաց մի հատ վրացի падգամավոր, որը էլի այդ կրիմինալ մտածողության կրող էլեմենտ է վրացական ազգային ժողովում, իրենց պարլամենտում տարիներ առաջ։ Ինչ եմ ես սա այսպես մանրամասնով, ասում ենք հասկանանք, որ դա կապ չունի իրականում մեր ազգայինի հետ, եւ դա ուղղակի մեր թաղային միջավայր 50-ական թվականներից կրիմինալ աշխարհից ներթափանցած մի երևույթ է, որը որ ադապտացվել է շատ սիրուն ձևով մեր կյանքին եւ հիմա այնքան արմատավորված ամբողջ մազանոթներով դա մտածա մեր կանանց գլխի մեջ։ Մայրեր կան, որ իրանց երեխաները դպրոցներում կռիվ են արել, իրար երեխային այնպես են ծեծել, որ ֆիզիկական վնասվածքներ է ստացել, առողջական խնդիրներ ունի, բայց ինքը ասում է ես հո գործ տվող չեմ։ Այսինքն մերոնք չեն հասկանում, որ երբ որ դու արդեն պետության մեջ ես ապրում, որպես ազգ, դու պետական ազգ ես, դու ուզես չուզես, դու իրավունքի ու օրենքի դաշտում պետք է ապրես։ Ինչի որ դա իրավական համակարգի հանդեպ անվստահություն է, պետության ինստիտուտները չհարգել։ Դա հղի շատ լուրջ է, այսինքն եթե չկա պետություն, չկա մի մարմին, որը դրանով զբաղվում է, մարդիկ իրար մեջ են, իրար այնքան են ծեծում, միջև սպանում են, միջև մեկը մյուսին ծեծեց, հետո մյուսն է գնում, ինքը գործ տվող չի հայտնի ոստիկանություն, բայց հետո այնպես կծեծի, որ կսպանի։ Դա նորմալ է, դա համարվում է նորմալ։ Կրիմինալիզացված հասարակությանը բնորոշ երևույթ է, որովհետև մեր հասարակության ես ինչ եմ շեշտում, որ մեր հասարակության ավանդական շրջանին ես փայլուն ծանոթ եմ, ես շատ լավ գիտեմ այդ շրջանը, ավանդական շրջանը այդ տիպի բանը գործ չտալը, այսինքն ազգականի վրա իրար մեջ խոսալը, այնտեղ կային սոցիալական նորմեր, որոնք որ հաշտեցման էին տանում։ Իսկ այստեղ արդեն կրիմինալ արժեքներով ապրող հասարակության մեջ է, թաղային համայնքներում, բակային համայնքներում, իրանք ըստ էության տղամարդիկ շատերը հենց կրիմինալ արժեքների մեջ են եւ նորմալիզացված է հենց կրիմինալը։ Այսինքն սա ինչով է վտանգավոր, որ ազգային կոչված հանրույթը ազգայինի տակ ձևակերպված է եւ համարվում է կարևոր արժեք հենց կրիմինալը, սա շատ վտանգավոր բան, որովհետեւ կրիմինալ արժեքով ապրող հասարակությունները իրենք երբեք չեն կարողանում աճել։ Տեսեք, ասենք
Հիմա հələ թուլացել է ու շատ լավ է թուլանում, բայց տարիներ առաջ օրինակ կիրթ երեխեքը օրինակ ջուկթակով տղային 100% ինքը պիտի ծեծ ուտեր շենքի բակում մուտք ու ելք անելուց իրանց հետևից մի բան կասեին, մի բան կանեին դրա համար ես օրինակ գիտեմ շատ մարդիկ, ես մեր հետազոտության ժամանակ ես նաև նման մարդկանց հետ եմ հարցազրույցներ ենք ունեցել, ովքեր 90-ականներին պարզապես թողե գնացել են Հայաստանից զուտ նրա համար, որ իրենք ստեղծագործական անհատներ լինելով այնքան են ճնշվել իրենց այդ միջավայրերում բակային այդ կրիմինալ բանի կողմից, հա, որտեղ այնտեղ նաև տնօրինում էին հենց այդ կրիմինալ, կիսակրիմինալ արժեքներով ապրող էլեմենտները, չէ՞, թաղի լավ տղա կոչվածները, այդ Ես հիշում եմ, որ նույնիսկ կանայք աղջիկները ընտրության հնարավորություններ չունեն։ Եթե թաղի ինչ-որ մի տղա որոշել էր, մյուսները հնարավորություն չունեն այդ աղջկա հետ որևէ կոնտակտ ունենալու։ Նրա եղբայրն էլ էր այդպես մտածում, նրա հայրն էլ էր այդպես մտածում։ Եթե նույնիսկ այդպես չէր մտածում, այդ էլեմենտները իրենք ոնց էին կարողանում ազդեցություն հաստատել։ Բացառապես վախի եւ ֆիզիկական ուժի միջոցով։ Իրենք կարող էին իր եղբորը ու հորը արդեն ֆիզիկական սպառնալիքներ ստեղծել։ Դա համար այդ մարդիկ այդ թվերին, երբ որ պետությունն էլ ընդհանրապես պետական կառույցները հələ դեռ չէին այսպես ասած սկսել գործ առնել, իրենք հայտնվել էին այդ կրիմինալ էլեմենտների դեմ հանդիպման անպաշտպան վիճակում։ 90-ականների կեսերից նոր քիչ-քիչ սկսեց Հայաստանում ոստիկանությունն իրավական համակարգը իրեն ցույց տալ Վանո Սիրադեղյանի ոստիկանապետ եղած ժամանակ, բայց խնդրեմը որն է, որ Վանո Սիրադեղյանը ինքը այդ բացասական երևույթների դեմ պայքարելու համար ինքը նույնպես այդ ռետորաբանությունն էր ընդունում, այդ գործիքակազմն էր կիրառում, ճիշտ է, ահագին այդ բանը, օրինակ փողոցներից մարդկանց ականջներից ոսկեղեն ականջող էին պոկում տանում, շղթան էին վզից պոկում տանում, մի պահ այդ պիպի անարխիկ վիճակ ստեղծվեց մեր կյանքում, ես հիշում եմ 90-ականները, հիմա այսինքն տեսեք այդ մշակույթը աստիճանաբար այդ երթամշակույթը ինքը նահանջում է, ինչի է նահանջում, որովհետև մեր հասարակությունը սկսում է կրթվել, բայց կրթվում է ինչի համար, երիտասարդությունը, որովհետև լավ ապրելու կարևոր գործոն է դարձել կիրթ լինելը, սովորելը։ Այսինքն այսօր շատ սովորող տղաներ, որոնք որ ժամանակին այն վայրի կապիտալիզմի հաստատման շրջան իրենք պարզապես սոված կանանային, իրենք ասենք շատ լավ են վաստակում, իսկ նրանք ովքեր որ այդ կիսակրիմինալ արժեքներով են ապրում, ընդհակառակը իրանց կյանքի որակը սարսափելի ընկնում է, որովհետև իրենք այլևս այդ սեղանիկային շրջանը չի, որ ինքը ասենք եթե թաղի լավ տղա է, սեղանիկ ինքը կարող է դնել կամ ինքը կարող է, այսպես ասած, նալոգ ուզել, էլի, այդ չէ, կներեք այս բառապաշարը օգտագործելու, իսկ այն ժամանակին եթե մեկ ուզում էր ինչ-որ թաղամասում կամ այն հատվածում քաղաքի ինչ-որ մի փոքրիկ տաղավար դներ, կրպակ դներ, ինչ-որ գումար վաստակեր, անպայման այդ թաղի լավ տղաների հետ պետք է ինքը ինչ-որ ձևով մտներ լավ հարաբերությունների մեջ, նրանց ինչ-որ վերաբերմունք ցույց տալ, նաև նյութական եւ այլ, հա։ Եվ այդ մարդիկ լինել այդպիսին նշանակում է նաև ունենալ լավ ապրելու հնարավորություն, գեղեցիկ աղջիկների հանդեպ ունենալ մատչելիություն, հա, նրանց հետ ամուսնանալու կամ չգիտեմ, ընկերություն անելու եւ այլ։ Հիմա պարզում է, որ փող աշխատելու համար առաջին հերթին պետք է ունենաս որոշակի գիտելիքներ։ Հայ աղջիկներին եւ կանանցել այս մասով լավ խոսքեր շռայլ ենք, որովհետեւ ինչ որ պահի նաև այդ տղամարդիկ էլ տեսան, որ աղջիկները ավելի գրագետ դարձան, սկսեցին նախընտրել խելացի տղամարդկանց։ Ու գիտեք ինչի այդպես եղավ, որովհետև այդ նույն կրիմինալ ենթամշակույթը 90-ականներին ներթափանցեց դպրոց։ Ես ուսումնասիրել եմ էլի այդ երևույթը, ասենք օրինակ էսենց մի ֆենոմեն կա դպրոցներում տղաների մեջ, իր համար հեղինակությունը պետքա չլիներ ուսուցիչը, այլ հեղինակություն պետքա լիներ լավ տղան, կրիմինալոտ այդ երևույթները։ Մեկ, երկրորդ օրինակ որոշ քաղաքներում, որտեղ մի քիչ կրիմինալներ թափանցած է թաղային կյանքեր, հիմա այդ քաղաքները անուն չեմ տա, որտեղ ապրում մարդիկ ված չզգան, ինձ օրինակ պատմեն են այսպիսի բաներ, երբ որ տղա երեխան դասի ժամանակ սխալ էր անում ու դասատուն իրեն ասում է դու սխալ ես, իրեն որ ասում են դու սխալ ես, այդ թաղային կրիմինալ ենթամշակույթի հասկացություններով Եթե տղան իրան ասում են սխալ ես, ինքը չի պատասխանում, ինքը դառնում է ոչնչություն իրանց համար, էլի, այսինքն ինչ հետո ուզես իր հետ կարող ես անել։ Դրա համար այդ տղա երեխաները
չէին գնում դաս պատասխանելու։ Բայց այդ նույն տղաները, հետո որ այդտեղ թումո բացվեց այդ քաղաքում, բարձմա որ ինքը դպրոցում չի սովորում, որ հանկարծ ինքը չսխալվի, որովհետև վախենում է սխալվելուց։ Իսկ սխալվելը կրթության համար ամենակարևոր բաներից մեկն է, որովհետև եթե դու չես սխալվում, դու չես սովորում։ Բայց այդ նույն տղաները գնացել էին հետո Թումո, ու քանի որ Թումոյում չկար այդ մթնոլորտը, այնտեղ չկար մի ուրիշ տղա, որը հետո այդ կասել, որ ասել են սխալ է, հետո իրանց թաղում այդ սխալ ալնելու բանը կտարածվի, որ ինքը չի պատասխանել եւ այլ, ինքը բարձրացնա Թումոյում շատ է լավ բաներ է ցույց տալիս, հա, իր ունակությունները լավ էլ առաջ է գնում, ռոբոտաշինության խմբակում այդ կոնկրետ կարծեմ այդ տղան մասնակցում շատ լավ առաջադիմություն է ցույց տալիս, էլի աշկին գնող ուսանողներից է այնտեղ լինում, աշակերտներից։ Այսինքն այդ երևույթը, որ դուք ասում եք, ինչ որ մի պահի, նույնը ես համալսարան դասավանդում էի եւ օրինակ 2000-ականների այդ կեսերին, երբ որ ես հիշում եմ, այնտեղ ախալքալակցիների բանդա կար մի հատ, որը որ տերորի հետ ենթարկում բոլորին։ Այսինքն իրանք այտենց կիսակրիմինալ էլի այտենց մտածողությամբ ու ավանդական, ասեն շատ քարացած ինչ որ մի հատ այտենց բանդիտական համարյա խմբավորում էր ու համալսարանի, ասենք այն ուսանողները, ովքեր որ սովորող էին, այդ տղաները ծաղրվում էին։ Եվ շատ դեպքերում աղջիկներն էին դառնում սովորող, նույնը դպրոցներում։ Եվ եկավ մի պահ, որ այնպես ստացվեց, որ մեր մեջ, երիտասարդության մեջ, դեռահաս տարիքում տղաները վատ էին սովորում կամ չէին սովորում, աղջիկները լավ էին սովորում, հետո բարձրագույնում էին լավ սովորում, ու հետո եկավ մի պահ, որ որակավորված մասնագետներ դարձան հենց կանայք ու աղջիկները։ Միջին տարիքի երիտասարդ տարիքի կանայք։ Իրենք արդեն չէին կարող ընտրել այդպիսի տղամարդկանց։ Հետո իրենք սկսեցին փող աշխատել։ Ես կոնկրետ ասենք գիտեմ ընտանիք, որի տունը պահում էր իրենց աղջիկը։ Հետո ինքը եկավ մի օր այդ մտքին, որ ասենք օրինակ ինչի պետք է դա երիտասարդ եղբայրը սաղորը փողոցում վեր ընկնի, հա ինչ որ գարեջուր խմի ընկերների հետ, ծխի, խաղա քարտետ խաղա, բայց ինքը այդ ամբողջ ընտանիքը, հսկայական ընտանիքը ինքն էր պահում, ու տես դեպքեր շատ կան, այսինքն կանայք սկսեցին փող աշխատել։ Փող աշխատող կանայք այլևս կարիք չունեին ձեր նշած տիպի տղամարդկանց, ընդհակառակը, իրանք երբ որ հետները դուք խոսում եք, ինչ են ասում այդ կանայք, չէ, ասում են, իմ ինչին է պետք այդ ավելորդ բեռը, հա, ասենք ինքը ինչ պետք է անի, ոչ փողա կարում աշխատի, ոչ մի բան գալու է վեր ընկնի դիվանին, հա, ու հրամաններ տա, ճաշ տուր, ջուր տուր, էս տուր, ասենք ասում եմ ինչին է պետք այդ տիպի տղամարդը, հա։ Հիմա փառք Աստծո այդ տղամարդկանց մեջ էլ կան արդեն շատ է փոխվել։ Սովորող, առաջ գնացող, ու երբ որ ես նայում եմ օրինակ հատկապես 14, 15, 18, 19, 20 տարեկան այս սերնդին, արդեն ստեղ տղաների մեջ նախ կա մտածողության շատ աճ, կա ձգտում դեպի սովորելը, մասնագիտություն ձեռք բերելը, նկատվում է այդ ստեղծագործականության պորտկում, էլի։ Նաև կարիերա անելու իր տեսլականներն են փոխվել, արդեն զգացվում է, որ այս սերունդը ինքը իր հետ բերելու է նոր իրավիճակ, ստեղծելու է նոր իրավիճակ, որովհետև ինքը եւ կարողանում է փող աշխատել, եւ կարողանում է արդեն պաշտպանել իր ոճը։ Այսինքն ինքը հագնվում է արդեն ոչ այդ սև սպիտակ, այդ մռայլ մի օրինակ ոճաբանության բնորոշ, ասենք բաների մեջ, ինքը հագնում է այնպես ոնց որ մտածում է։ Այսինքն ինքը ունի իր ճաշակը ու կարողանում է իր ճաշակը պահել։ Ու հիմա ընդհակառակը մեկ էլ տեսնում ենք այդ նախկին ռաբիզ, այսօր ռաբիզը տրանսֆորմացվեց մի պահ քարտույության, հետո այսօր արդեն մի քիչ բարդ է ասել այդ խավին ոնց են անվանում, բայց իրենք եթե առաջ սովորող կամ կիրթ տղաներն էին ընդօրինակում իրանց ոճը եւ հագնում էին իրենց պես պետք է այդ հարթուկած հատուկ ձևի այդ սև կամ մոխրագույն շալվարը, սև վերնաշապիկը, հիմա նրանք են սրանց պես սկսել հագնել։ Բոթասներ են հագնում, լայն ջինսեր, լայն վերնաշապիկներ, մազերը ոմանք երկար են թողում, ես ասենք այսպես ասած գողական գնացող ինչ որ տղաներ գիտեմ, որոնք որ արդեն պոչիկ են կապում, իսկ առաջ իրանք պոչիկ կապող տղաներին փողոցում պարզապես ոչնչացնում էին, հա։ Ուզում եմ ասել, որ այս փոփոխությունը մենք նկատում ենք եւ այս փոփոխությունները գալիս են նաեւ նրանից, որ այդ
Մենք սովետականությունից ժառանգություն ենք ասում, այդ սովետականությունից ժառանգություն մնացած կիսակրիմինալ, այդ գողական, ռաբիս կոչված այդ էլեմենտները մեր կյանքում սկսում են ավելի քիչ դեր խաղալ։ Մի բան էլ ձեզ ասեմ, նայեք, կրիմինալը կյանքում երբեք չի վերանա, աշխարհի ամենաառաջադեմ հասարակություններն էլ կրիմինալը կա։ Խնդիրը կրիմինալը վերացնելը չի, խնդիրը կրիմինալը հասարակական կյանքից մեկուսացնելն է։ Ինքը իր համար մեկուսի միշտ էլ կա, ինքը լինելի է։ Ասենք ու կան օրենքներ, որոնք որ իրենց ավելի կարգավորում են, հեռացնում են հասարակությանը վնաս հասնես, որպեսզի հասարակությունը իր ստեղծագործական պոտենցիալը կրող երիտասարդներին չկաշկանդի, որ իրանք ազատ լինեն ստեղծագործելու, սովորելու, դրսևորվելու, արժեքներ ստեղծելու մեջ։ Գուցե շատերին թվա որ սա կարևոր թեմա չի, բայց ինչու մենք կարևորեցինք եւ փաստորեն ամբողջ հաղորդումը նվիրեցինք այս թեմային, որովհետեւ երբեմն նկատում ենք, որ այս բակային կանոններով անգամ պետություններ են կառավարվում։ Իսկ անձնային մակարդակում մենք արդեն խոսեցինք, որ բակերում կռիվներ այնքան միջև իրար լուրջ վնասներ են հասցնում, նույնիսկ սպանության դեպքեր են լինում։ Ես երբ որ համեմատում եմ 90-ականների, 2000-ականների սկզբի ու հիմի ներկայիս վիճակը, կարծեք թե երկու տարբեր հասարակություններ են։ Մենք ուղղակի ապրում ենք ներսում եւ մեր աստիճանաբար ենք այդ փոփոխությունները տեսնում։ Եվ մեզ երբեմն մենք չենք նկատում, թե ինչ ծայր աստիճան տարբեր արդեն հասարակություններ են այսօրվա հայկական հասարակությունը, այսօրվա հայաստանյան երիտասարդությունը, օրինակ 90-ականների երիտասարդություն։ Ճիշտ է, այսօր էլ կան այդ արժեքներով ապրող երիտասարդներ, այսօր էլ են գրանցվում կռիվներ եւ դանակահարություններ, այդ նշածը ձեր նշած մեր խոսակցության թեմայի շուրջ չէ, որ այդպիսի ենթամշակույթի կրողներ կան, այդպիսի տղաներ կան, դեռ խմբավորումներ կան մեր հասարակական միջավայրում, բայց այդ եմ նշում, իրենց ազդեցությունը այն չէ, ինչ որ նախկինում։ Այդ մի շատ այլ գործոններ էլ նշած է, որ նաև այսօր կրթության կրթված լինելը նաև դառնում է ոնց որ ասած թրենդային երիտասարդության մեջ, այդ նաև տղաների միջավայրում։ Նույնիսկ ասեմ ձեզ, այսօր կրթված տղաների մեջ, երբ որ այդ տարիքի տղաների հետ մենք հետազոտություններ ենք անում, երբեմն իրենք այնպես արհամարական են խոսում այդ ոլորտը արդեն ներկայացնող տղաների մասին, որոնք որ ասում են օրինակ իրանց լիքը տեղեր ժամանցային չեն թողում ուղղակի։ Ասենք կա այդ face control երևույթը, որ այդ ենթամշակույթի տղաները շատ ուրախ կլինեին, որ իրենց հետ թողեն մտնել այդ ժամանցային տարածք, բայց չեն թողում։ Ստիպված իրանք ինչ են անում։ Իրենք ստիպված են փոխել։ Իրանց մի մասը իր հագուստն է փոխում, չէ՞, մենք նշեցինք, որ իրանք նաև ոճաբանական փոփոխություն են կրում, այսինքն այս փոփոխությունները հույս ունենք, որ ժամանակի ընթացքում կբերեն նրան, որ ամենակարևոր խնդրը գիտեք որն է, որ այդ էլեմենտը չխոչընդոտի ստեղծագործ երիտասարդների ազատ գործունեությանը, որովհետև այդ էլեմենտը մեր մեջ ինքը անընդհատ ստիպում է այդ ստեղծագործականությունը դրսևորել ցանկացող երիտասարդներին, հատկապես տղաներին, խուսափել հասարակայնորեն այդպես դրսևորվել։ Եվ կներեք նրանց մի մասը նաև թողում հեռանում էր Հայաստանից։ Եվ հետո մենք ասում ենք, այ տեսեք, աշխարհի ամենալավ ջութակահարը հայ է, բայց այդ հայը պարզվում է, որ հայաստանցի է, ժամանակին միգուցե եւ իրեն այնքան են ծաղրել, որ այդ տղան ստիպված է եղել այստեղից գնալ։ Շատ-շատերին ենք մենք լսում, հայեր, որոնք որ Հայաստանի ծագում ունեն։ Եվ 90-ականներին գնացում։ Ես ինքս գիտեմ գրականության ոլորտի տղաներ, ովքեր հիմա արդեն բավականին մեծ են, էլ տղաներ չեք ասի, տղամարդիկ են, ասում ստեղծագործողներ են, որոնք որ ինձ անձնական պատմություններ են պատմել են, որ իրենք հենց հեռացել են Հայաստանից հենց այդ պատճառով, որովհետև ծաղրվել են, բռնության են ենթարկվել։ Զուտ է նա համար, որ ինքը մի քիչ տարբեր է եղել նրանցից, հա, ասենք օրինակ ինքը նույն այն ձևի չի իր սանրվածքը եւ հագուստը եղել, ոնց որ այդ լավ տղա կոչվածները պատկերացնում են, որ դի տղամարդը հագնվեց։ Հիմա իհարկե այդպես բաներ չկան արդեն, չէ՞։ Պարոն Թադևոսյան, եւ հարցեր, որոնք կարճ պատասխան են ենթադրում։ Այո։ Ով է խելացի մարդը ձեզ համար։ Խելացի մարդը, որ կարողանում է ինքնուրույն որոշումներ կայացնել ցանկացած հարցի շուրջ։ Առաջին հերթին ինքնին կարողանում մտածել եւ որոշումներ կայացնել։ Ով է ուժեղ մարդը։ Ուժեղ մարդը էլի կամքի, շատ կամքի ուժի հետ է կապված, կամային է, ով ունի սեփական էլի տեսլական եւ կարողանում է իր տեսլականին ուղղված քայլեր կատարել եւ հասնել վերջին հաշվով նրան, ինչ որ ինքը ուզում է իր կյանքում ունենալ։ Մանկության մի դրվագ, որը կարևոր ազդեցություն ունեցել ձեզ վրա։ Կարդալը։
ինչ որ մի պահ փոքր տարիքում սկսեցի շատ կարդալ, մեծացել եմ սեփական տների թաղամասում, որտեղ որ այդ փողոցային բանը շատ տարածված էր, ես էլ ինչ որ ամբողջ օրը փողոցում էի։ Հետո ինչ որ մի պահի երևի 3-4 դասանում ինձ կարդալը ասենց կլանեց ամբողջությամբ, մեկ է զգացի, որ ես կտրվել եմ այդ զանգվածից, մեր թաղի հետ ընկերներս քիչ-քիչ մաղվեցին, դուրս եկան, գիրքը կարդալը ինձ փոխել է։ Մեկ էլ իմ կյանքում շատ լավ ընկեր եմ ունեցել, ավագ ընկեր, կա ինքը էլի, որը ինձ սովորացրեց ռոք լսել։ Փոքր տարիքից ես ռոք եմ սկսել լսել, այսինքն տարբեր երաժշտություն, հա, որտեվ այն ժամանակ ամեն մեկը չուներ երաժշտություն լսելու հնարավորություն, մագնիտոֆոն, եւ ինքը ուներ այդ ձայնարկիչը մագնիտոֆոնը, եւ ինքը կանչեց ինձ իրանց տուն, անծանոթ ինչ որ երաժշտություն էր, բայց ինձ շատ գրավեց այդ ռիթմիկան, այդ մեջի երաժշտականությունը, գործիքների բազմազանությունը, այդ երկու բանը մանկության շատ կարեւոր են եղել։ Մարդու կյանքի արդյունավետությունը ձեզ համար ինչ չափանիշներով է բնութագրվում։ Արդյունավետությունը կախված է հետևողականությունից։ Մարդը եթե հետևողական է եւ նաեւ ինքնազարգացման վրա ինքը ժամանակ ու էներգիա է ներդնում ինքը իր վրա, բայց դա պետք է մարդը անի հետևողականորեն։ Այսինքն ոչ թե 10 օր կարդաց կամ չգիտեմ ինչ որ մի բան, անպայման չի կարդալ, ասեմ կարա արհեստավոր լինի։ 10 օր ինքը զբաղվեց իր արհեստի կատարելագործմամբ, հետո մի ամիս ընկերների հետ խմեց, քեֆ արեց, հետո էլի եկավ։ Հետևական ջանքեր է։ Այո, ինքնազարգացում, սեփական ունակությունները դինամիկ կերպով զարգացնելու ընկալումը, որտեղ դա մարդը առաջին հերթին պետք է հասկանա, ինքը պետք է հասկանա այդ, որտեղ ոչ ոք չի կարող այդ իր մեջ մտցնել, եթե ինքը իր մեջ է դրան չի հասնում, եւ այդ հետևողականությունը։ Լավագույն խորհուրդը, որ ձեզ տվել են, որն է։ Ես խորհուրդներ չեմ հիշում։ Անկեղծ ասած, երևի դրա այդ նրա պատճառով, որ ինքս միշտ փոքր հասակից էլ գերադասել եմ այն ինչ որ ես եմ մտածում անել, քան թե այն ինչ որ ինձ մեկը ասում է անել։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես։